բարեկամներ, կարճ ներկայացնեմ նախապատմությունը, ինչու շրջակա միջավայրի նախարարությանը պետք է ամրացվի գույքը։ Գույքը գտնվում է Գառնի համայնքում, բազալտե երգեհոն, հանրությանն առավել հայտնի Քարերի սիմֆոնիա բնության հուշարձանի տարածքում 0.1 հեկտար մակերեսով հողամաս է։ Պետական համայնքային շահերի պաշտպանության լիազորության շրջանակում Կոտայքի մարզի դատախազության կողմից կատարվել է ուսումնասիրություն եւ ներկայացվել է միջնորդագիր եւ արդյունքում Գառնի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել իմ կողմից նշված տարածքի նկատմամբ, որը բնության հուշարձանի տարածքում է գտնվում եւ ըստ էության հանդիսանում է բնության հատուկ պահպանվող տարածք։ Հենց այս հանգամանքը հիմք ընդունելով, ինչպես նաեւ հողային օրենսգրքի 60 հոդվածում առկա կարգավորումը մենք առաջարկել ենք եւ այսօր կառավարության նիստով ըստ էության կհաստատվի, որ անհրաժեշտ է նշված հողատարածքը ոչ թե տարածքային կառավարման նախարարության կամ համայնքի ենթակայության ներքո թողնել, այլ փոխանցել շրջակա միջավայրի նախարարությանը, ինչպես նշեցի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ սա բնության հատուկ պահպանվող տարածք է։ Ինչպես նշվեց, պարոն վարչապետ, մեկ գույք եւս այսօր կառավարության որոշման չզեկուցվող հարցերի մեջ էր ներառված նիստի եւ արդեն ըստ էության քվեարկվեց ու ընդունվեց, խոսքը դոսավ համահայկական հայրենասիրական հասարակական կազմակերպության գույքերից մեկին է վերաբերում, այստեղ էլ կարճ նախապատմություն կա, էլի չչարաշահելով ժամանակը նշեմ, որ 2025 թվականի ապրիլի 27-ի դրությամբ դատախազությունը դիմել էր պետական գույքի կառավարման կոմիտեին եւ տեղեկացրել, որ նույն թվականի ապրիլի 25-ին այս հասարակական կազմակերպության կենտրոնական խորհուրդը որոշել էր 11 անշարժ գույք վերադարձնել Հայաստանի Հանրապետությանը։ Հիշեցնեմ, որ քրեական վարույթի շրջանակներում է այս հանգամանքը վերհանվել, որը քննվում է քննչական կոմիտեում, վարույթը դեռևս ընթացքի մեջ է եւ այս գույքերով չի, որ սահմանափակվում է մեր կողմից եւ քննչական կոմիտեի կողմից վիճարկվող ներողություն գույքերի ցանկը, բայց այսօր այս որոշմամբ ամրացվում է Հայաստանի Հանրապետությանը Արարատի մարզի Մասիս համայնքի Սայեթ Նովա գյուղում գտնվող հողամասը։ Հաշվի առնելով, որ հողամասը հատուկ նշանակության է եւ անհրաժեշտ է այն օգտագործել պաշտպանության նախարարության կարիքների համար, ուստի առաջարկվել է 1.92 հեկտար մակերեսով հողամասն ամրացնել պաշտպանական գերատեսչությանը։ Հաջորդիվ ենթադրում եմ ոչ առաջիկա 5 շաբթին, այլ հաջորդը մենք եւս 7 գույք կներկայացնենք կառավարությանը հաստատման, էլի դոսաֆի գույքերն են, որպեսզի վերադարձվեն Հայաստանի Հանրապետությանը եւ ամրացվեն տարբեր գերատեսչություններին։ Կներեք, հիմա այս գույքերը, այսինքն ոչ օրինական ձևով սեփականաշնորհված են եղել, թե վարձակալության տրված են եղել, այսինքն ինչ է եղել, հիմա Քարերի սիմֆոնիայի մի հատվածը սեփականաշնորհվել է կոնկրետ անձի, հա եղել է իր սեփականությունը եւ դատախազությունը պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում, այսինքն արձանագրել է, ուսումնասիրել է եւ դատական կարգով է, թե այսինքն դատախազական ներգործության արդյունքում է վերադարձվել։ Շնորհակալ եմ, պարոն վարչապետ, այո, ինչ որ նշեցիք քայլերի հաջորդականությունը։ Այսինքն ներողություն եմ խնդրում։ Քարերի սիմֆոնիայի մի հատված սեփականաշնորհված է եղել, կոնկրետ անձի, ֆիզիկական անձի։ Այո, պարոն վարչապետ, եւ այստեղ մենք վիճարկել ենք դատախազական ներգործության շրջանակներում ուսումնասիրության արդյունքում պարզել ենք, որ իրականում 60 հոդվածի սահմանափակման ներքո գտնվող հողը անցել է մասնավոր սեփականության եւ միջնորդագրով դիմել ենք համայնքի եւ արձանագրելով, որ դա ապօրինյա չէր կարող սեփականաշնորհվել, որովհետեւ հողային օրենսգրքի 60 հոդվածի հող է եւ այդ կետից փաստորեն վերադարձնում ենք արդեն չենք վերադարձնում համայնքին, վերադարձնում ենք շրջակա միջավայրի նախարարության։ Այո, պարոն վարչապետ, ինչու ենք այստեղ մի փոքր ավելի կարճ ճանապարհով գնացել, որովհետև համայնքի ավականին որոշում է կայացրել։ Մենք ստիպված չենք եղել դատական կարգով բողոքարկելու նաև համայնքի ավականու որոշումը կամ դատական կարգով պահանջելու, որպեսզի համայնքի ավականու անգործությունը այս պարագայում փաստվի, դրա համար մենք ըստ էության դատական ակտ չունենք։ Նմանատիպ իրավիճակներ մի քանի դեպքերով էլի ենք ունեցել, եթե թույլ կտակ կարճ կներկայացնեմ, երբ դատախազական ներգործության արդյունքում արդեն մեր գործընկերների հետ համակցված աշխատանքի եւ հետեւողական աշխատանքի
աշխատանքի արդյունքում մենք կարողացել ենք ապօրինի տիրապետությունից հետ վերցնել գույքը եւ ամրացնել պետությանը։ Օրինակ Սևան ազգային պարկ ՊՕԱԿ-ի հետ մենք հիմա Սևանի ավազանում հատկապես 0-ից ցածր գտնվող գույքերով նմանատիպ միջնորդագրեր ենք հասցեագրել եւ արդեն ազգային պարկ ՊՕԱԿ-ից ստանում ենք պատասխաններ, որ այո, վարձակալության պայմանագրերը կամ դադարեցվել են կամ դադարեցման վերաբերյալ կողմերը ծանուցվել են եւ մենք երամսյա ժամկետից հետո արդեն հաջորդիվ գործողություններ կանենք գույքի սեփականությունը պետության անվամբ գրանցելու ուղղությամբ։ Այստեղ մի փոքր ճանապարհը կարճ է, որովհետեւ մեր գործընկերները այս փուլում արդեն համագործակցում են եւ աջակցում են։ Եթե այս համագործակցության հնարավորությունը չկա իրավական հիմքերի բացակայության պատճառով, մենք գնում ենք դատարան եւ դատական կարգով ենք վիճարկում ու հետ ենք բերում այս 60 հոդվածի հողերը։